Վարդենից խոշորացված համայնքի ակումբ բնակավայրի սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Ժողովուրդ ջան, մայիսի 28-ի զորահանդեսը տեսա՞ք։ Բայց հիմա այդ զորահանդեսը հիշեք եւ հիշեք 2021 թվից ինչ էին ասում մեր մասին, ինչ էին ասում իմ մասին։ Ասում են բանակը քանդում են, բանակի համար ոչ մի բան չեն անում, բանակը պարտավորվել են, ասում են, ինչ էին ասում։ Այդ ամեն ինչ որ ասում եմ ինտերնետում կա, պարտավորվել են ասում Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ, որ Հայաստանը բանակ պետք է չունենա, որ Հայաստանը զենք պետք է չունենա։ Այն ինչ որ համեցեք այն հետևը ինչ որ տեղ կա, կամ խնդրում եմ այս կողմով մի քիչ քայլեք, հա ասում էին Փաշինյանը կամ վարչապետը կամ Նիկոլը ականջի պարտավորվել է, որ Հայաստանը պետք է բանակ չունենա։ Մայիսի 28-ին ձեր աչքի առաջ, ես չգիտեմ ձեզնից որևէ մեկը Հանրապետության հրապարակում եղել է թե չի եղել, ժողովրդի աչքի առաջ մի քանի միլիարդի զենք, սպառազինություն եւ ռազմամթերք անցավ։ Ներկայացվեց Հայաստանի բանակի նոր տոնական եւ դաշտային համազգեստը, բայց 7 երկրի արտադրության գերժամանակակից սպառազինություն։ Արդենից խոշորացված համայնքի ժողովուրդը լավ գիտի, այսինքն շատ տեկիչ առնչվել է զենքի զինամթերքի հետ։ Դուք գիտեք, որ 91 թվից մեր հրետանու ամենաառանցքային միջոցը եղել է D30 հրանոցը, ճիշտ է, լսել եք D30 հրանոցը։ Հիմա Հայաստանի բանակը առաջին Զավադսկոյ D30 հրանոցը ստացել է 2023 թվին։ 2023 թվից առաջ մենք D30 հրանոց չենք ունեցել, որը գործարանից մեզ մատակարարված լինի։ Բոլորը եղել են, ինչպես ասում են, այդ Սերժ Սարգսյանը, որ ասում էր 80-ականների զենք է, այդ գլուխ է գովացել։ 80-ականների չեն եղել այդ զենքերը։ Այդ զենքերը եղել են 70-ականների, 60-ականների, 50-ականների։ Եվ առաջին կառավարությունը, առաջին վարչապետը, ով որ Հայաստան գործարանային արտադրության D30 հրանոց հավերել է ես եմ եղել։ Դրանից առաջ D30 հրանոցները մենք փողով նույնիսկ առաջ չենք եղել, ժողովուրդ ջան, որովհետև դրանք կոչվում են նիկանդիցիոննի զենքեր։ Հան չենք տեղավորում, ժողովուրդ։ Շատ կարևոր է, ամեն անգամ, երբ որ հրապարակ էր մտնում, արտադրված է Հայաստանում մակնշմամբ սպառազինություն, Հանրապետության հրապարակը պայթում էր ծափահարություններից։ Եվ այսօր 2021 թվից մինչև 25 թիվը ժողովուրդ, մենք 170 միլիարդ դրամ ենք ներդրել ռազմաարդյունաբերական համալիր։ Գիտության ֆինանսավորումը 2.8 անգամ ավելացրել ենք։ Գիտության ոլորտում աշխատավարձերը 100-ից 300%-ով ավելացրել ենք եւ դրա արդյունքում մենք այսօր ունենք ռազմաարդյունաբերական համալիր, որ սպառազինությունը արտահանում զարգացած երկրներ եւ ես բոլորիդ շնորհավորում եմ նոր բանակ ունենալու առիթով, բոլորիդ շնորհավորում եմ նոր բանակ ունենալու առիթով։ Բայց շատ բաներ կա, մենք Հանրապետության հրապարակում ցույց չտվեցինք, ժողովուրդ ջան։ Այդ մասնավորապես ամրացված շրջանները, որոնց մասին Վարդենիսի բնակիչները, ակումբի բնակիչները, եթե տեսած չլինեն, գոնե լսած պետք է լինեն։ Մենք այսօր Հայաստանի սահմանով տասնյակ ամրացված շրջաններ ենք կառուցում, որոնք բերքեր են եւ ամրոցներ են, որոնք մեր պետության երկարաժամկետ անվտանգությունն են ապահովելու։ Մենք պաշտպան հայրենյաց ծրագիրն ենք ներդրել բանակում, ես համոզված եմ, որ Վարդենիսում լիքը ծառայողներ ունենք։ Մեր 18 տարեկան զինվորները գնում են, 6 ամիս վերապատրաստվում են,
կախված իրենց ատեստավորման տոկոսից 300, 400, 500, 600 հազար դրամ գումար են ստանում եւ մարտական հերթապահությունից դուրս գալիս են իրենց տանն են քնում։ Եվ եթե նախկինում զինվորի ծնողներ մտածում, թե ոնց երեխուց քաղցրավենիք ու գուլպասն են բանակում, այսօր պաշտպան հայրենյացի զինվորը իր վարձատրությամբ, իր հայրական ընտանիքը պահում է եւ 5-ամյա ժամկետի սպառումից հետո դեռ մի հատ էլ 5 միլիոն դրամ միանվագ պարգևավճար է ստանալու։ Սա է մեր նոր բանակը։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտը, ով հաջողությամբ քննությունները կհանձնի, սպայական կոչում կստանա եւ կնշանակվի բանակ ծառայությամբ Երևանի գներով հաշվարկված բնակարան է ստանալու, բնակարանի գնման վկայագիր եւ այդպիսով մենք սպաների բնակարանային հարցը լուծելու ենք այս գլխից։ Իսկ սրան հակառակ 2000-ականներից մնացած 2800 ընտանիք կա, որ պետությունը պարտավոր է երկարաժամկետ ծառայության, զոհվածի ընտանիք եւ այլն բնակարան, այդ բնակարանները չեն տվել, մենք կամաց տվել ենք 2018 թվականից, ես 19 թվին միանգամից 4 միլիարդ դրամ եմ հատկացրել այդ խնդիրը լուծելու համար, բայց էլի 2800 ընտանիք մնացել է եւ մայիսի սկզբին կառավարությունը որոշում կայացրեց 4 տարվա ընթացքում մենք բոլորի բնակարանային խնդիրները լուծելու ենք։ Ես սա ինչի համար եմ ասում, ժողովուրդ ջան, որպեսզի դուք համեմատեք ինչու էին մեզ մեղադրում բանակի հետ կապված եւ ինչ դուք տեսաք եւ ինչ գիտեք։ Սա ձեզ համար շատ կարևոր տեստ է գնահատելու ընդդիմության կամ ավելի ճիշտ պատերազմի եռագլուխ կուսակցության ասածների նշանակությունը եւ իմաստը։ Մեզ ինչ էին ասում են միջանցք են տալիս։ 2020 թվականից մեզ ասում են միջանցք են տալիս։ Եվ թրիփ նախագծի փաստաթուղթը ստորագրվեց ընդամենը օրեր առաջ, մի շաբաթ առաջ, որտեղ շատ հստակ գրվեց, որ թրիփ նախագծի բոլոր ծրագրերը իրականացվելու են Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում եւ Հայաստանի Հանրապետությունը իր ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու է թրիփ նախագծի իրականացման բոլոր գոտիների վրա։ Ես մեկու մեջ ասում եմ վերջ, միջանցքի թեման փակվեց, բայց պրոբլեմն է, որ միջանցքի թեմա չի եղել։ Այդ մեր կեղծ ընդդիմության պատերազմի եռագլուխ կուսակցության բերած կեղծ թեզերն են։ Չի եղել տես թեմա։ Եթե ուզում եք, բացեք 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերի իմ ուղերձները։ Ես այն ժամանակ եմ ասել, որ բացառվում է, մենք տես բան չենք գնալու, տես բանի չենք գնալու։ Իսկ մեր այսպես կոչված ընդդիմադիրները ամեն անգամ այդ հարցը բարձրացնում էին, բայց նրանք ոչ թե ահազանգում էին, նրանք ուզում էին մեր վրա ճնշում գործադրեն դրանով, թե միջանցքը տվեք, թե չես կլինի, միջանցքը տվեք, թե չեն կլինի։ Բայց մենք այսօր լուծեցինք մեր ապա շրջափակման հարցը։ Հայաստանը այլևս շրջափակված պետություն չի։ Հայաստանը այլևս կոնֆլիկտի փակուղուց վերածվում խաղաղության խաչմերուկի եւ մենք երբեք չենք մտածել, մտքներովս չի անցել, որ մենք կարանք մեր երկրի ինքնիշխան տարածքը որևէ մեկին զիջենք։ Ընդհակառակը նրանք, ովքեր 1999 թվին Մեղրին զիջելու համար հոկտեմբերի 27 են արել, այդ մարդիկ մեզ ուզում են մեղադրեն միջանցք տալու մտադրության մեջ, բայց մենք փակել ենք այդ բոլոր թեմաները։ Այո, մենք Ռոբերտ Քոչարյանի բացած Մեղրի թեման փակել ենք անվերադարձ, չկա Մեղրի թեմա, չկա Զանգեզուրի թեմա, չկա Սյունիքի թեմա։ Կա խաղաղության խաչմերուկի թեմա, կա բարեկեցության թեմա։ Եվ այս էլ երկրորդ օրինակն է, թե ինչ արժեք ունեն ընդդիմության պնդումները։ Ես այս վերջերս նայում եմ 2021 թվականին նույն հանրապետական կուսակցությունը, որ հիմա հանդես է գալիս Ուժեղ Հայաստան անունով, Սերժ Սարգսյանի կուսակցությունը։ Ուրեմն 21 թվին էլ հոլովակներ ա եղել, ես քարոզարշավի ժամանակ եմ եղել, սկի նորմալ չեմ էլ նայել, որ իբր խոսում են, իմաստ այդ հոլովակի էսա, 21 թվին ուշադրություն դարձրեք, որ եթե քվեարկեք, իմաստ է նա, որ եթե քվեարկեք բան, ԿՊ-ի օգտին, բանում Գեղարքունիքի մարզում, մասնավորապես Սևանի արևելյան ափին,
ադրբեջանցիների համար են պատրաստել տեղերը։ Սևանի արևելյան ափը տվել են, ադրբեջանցի է գալու այնտեղ ապրի։ Այսօր քանի ադրբեջանցի է ապրում Գեղարքունիքի մարզում, ժողովուրդ ջան։ Քանի ադրբեջան։ Հիմա էլ այդ նույն ուժերը 300,000 ադրբեջանցի ու վերադարձի թեմա են դնում։ Մի հատ էլ ժողովրդի մեջ տարածում են, ասում են առողջության ապահովագրություն ընտրություններից հետո հանելու է։ Մի հատ էլ հոլովակ են շրջանառության մեջ դնում, որ քաղաքացին գնում է, որ օգտվի առողջության ապահովագրությունից, այդ ուժեղ Հայաստանի հոլովակն է։ Բանը բժիշկը ասում է, չէ, պետք է 8 ամիս բանան է սպասես, որովհետև ադրբեջանցիներն են դրանից օգտվում։ Բայց մի կողմնորոշվեք, լինելու է առողջության ապահովագրություն, թե չի լինելու։ Բայց հիմա կողմնորոշվեք 2021 թվի ձեր պնդումների համար, թե իբր զանգում են հոլովակի մեջ սենքսա, զանգում են շորժա, որ գնան հանգստանան, ադրբեջաններն են իրանց զանգին պատասխանում, մի հատ էլ ասում են տեղ չկա, մերոնք արդեն ստեղ զբաղեց։ Այդ ով է տալու դրա պատասխանը։ Ժողովուրդը պետք է դրանցից պատասխան պահանջի այդ ամեն ինչի համար։ Եվ սա շատ կարևոր է, եւ այդ պատասխանը պետք է պահանջի իր քվեարկության ձևով։ Ես էլ եմ ասում, ժողովուրդ ջան, արդեն ժողովրդի արժանապատվության հարցն է, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, մասնավորապես ուժեղ Հայաստան կոչվող Հայաստան դաշինք ԲՀԿ, չպետք է անցնեն անցողիկ շեմը։ Գիտեք ինչի, որովհետև նրանք ուզում են վերադարձնել ընտրակաշարքի կուլտուրան Հայաստանի Հանրապետություն։ Բայց նրանք ձեր ձայնը չեն ուզում ձեզնից խլեն, նրանք ձեր իշխանությունն են ուզում խլեն, նրանք ձեր իշխանությունն են ուզում խլեն, որ էլի շարունակեն ձեզ անարգել, թալանել։ Մենք դրանցից թալանածը հետ վերածի շնորհիվ է, որ մենք այսօր 300 դպրոց 500 մանկապարտեզ ենք կառուցում։ Մենք այսօր Երևանից դուրս ենք եկել, գնացել ենք Ճամբարակ, գնացել ենք Մարտունի գյուղ ենք հասել Ճամբարակի, հետ ենք եկել, մի հատ ոչ բարեկարգ ճանապարհի չենք հանդիպել, ժողովուրդ ջան։ Հիշում եք ինչպիսին էր ճանապարհների վիճակը 2018 թվից առաջ։ Բա որտեղից է տոտից են ընկել, ինչով ենք սարքել, թալանչինների թաթիկները ջարդելով փողերը բերել ենք պետական բյուջե եւ ճանապարհներ են կառուցել, դպրոցներ են կառուցել, մանկապարտեզներ են կառուցել, լուսավորության համակարգեր են, բանակի կարիքներն ենք հոգացել, բանակում աշխատավար, այսօր բանակում 700,000 դրամ ստացող շարքային կազմի զինվորական կա, 700,000 դրամ, այսօր 700,000 դրամ ստացող ուսուցիչ կա Հայաստանի Հանրապետությունում կամավոր ատեստավորման ձևով, եւ եթե այս փուլում կամավոր ատեստավորմամբ դրույքը 100,000-ից դարձավ 200,000 դրամ պլյուս ատեստավորման տոկոսը, ատեստավորված ուսուցիչները մի հատ էլ հաջորդ փուլում են ատեստավորվելու հնարավորություն ունենալու, այդ դեպքում էլ դրույքը 200,000-ից դառնալու է 300,000 պլյուս ատեստավորման տոկոսը, ու պլյուս մենք պատրաստվում ենք ուսուցչի մասին օրենք ընդունել, որտեղ նաև ուսուցիչների բնակարանային ապահովման ծրագրերը մենք կապահովենք, ինչպես զինվորականներին ենք ապահովում։ Մենք առողջության ապահովագրություն ենք ներդրել, մեր մինչև 18 տարեկան երեխաները եւ 65+ մեր թոշակառուները օգտվում են պետական բյուջեի հաշվին, առողջության նվազագույն կարիքները պետությունն է այսօր ձեր հոգում, 65+ եւ մինչև 18 տարեկան երեխաները եւ 200,000 դրամ պլյուս աշխատավարձ ստացող մեր հայրենակիցները։ Մենք 2027 թվականի մինչև վերջը 28 թվականին մեր ամբողջ բնակչությանն ենք ներառելու առողջության ապահովագրության համակարգ։ Բայց այսօր 65+ տարեկան թոշակառուներ, որ նախկինում երբեք իրան չէին կարող թույլ տալ, այսօր 4 միլիոն, 5 միլիոն, 3 միլիոն, 2 միլիոն, 1 միլիոն դրամանոց վիրահատություններ են ենթարկվում եւ այդ մարդկանց կյանքը ոչ միայն երկարում է, այդ մարդկանց կյանքի որակն է փոխվում։ Այդ մարդիկ ապրում են ոչ թե տառապելով, ցավերի մեջ տանջվելով, այլ այդ մարդիկ ապրում են առողջ։ Ու այս ամեն ինչը սոցիալական ժողովուրդ ջան, այս ամեն ինչը իհարկե շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևոր առիթը, որով ես ուզում եմ բոլորիդ շնորհավորեմ, այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվել է խաղաղություն եւ Վարդենիս առաջիններից մեկն է, որ պետք է տեսնի այդ խաղաղությունը եւ զգում այդ խաղաղությունը։ Իմիջայլոց, ուզում եմ ասեմ, շատ է խոսքվում մեր օկուպացված տարածքների մեկի մյուսի մասին։ Ես ուզում եմ
ընդգծեմ, որ դե յուրե այդ խնդիրը լուծված է, որովհետև ընդունվել եւ վավերացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ ընդգծվում է, որ Ալմա-Աթեի հռչակագիրը սահմանազատման բազային սկզբունք է։ Սա նշանակում է, որ մենք վերականգնելու ենք ըստ էության մեր խորհրդային սահմանները։ Խորհրդային Հայաստանը ճշգրիտ նույնն է, ինչ որ անկախ Հայաստանը եւ նույնն էլ խորհրդային Ադրբեջանը։ Եվ այս թեման դե յուրե լուծված է եւ ընթացքում մենք նաեւ դե ֆակտո կլուծենք եւ այստեղ որևէ կասկած չի կարող լինել։ Եվ ուրեմն ամենակարևոր բանը, որ մենք ունենք, խաղաղությունն է, որովհետեւ եւ ճանապարհները, եւ դպրոցները, եւ առողջության ապահովությունը, եւ թոշակների բարձրացումը իրանք իմաստ չեն ունենա, եթե մենք չունենանք խաղաղություն, մենք չենք կարողանա այդ ամեն ինչը վայելել։ Եվ հետևաբար մեր 10 ամսյա խաղաղությունը նման է 10 ամսյա երեխայի, ով մեր երկրի ուրախության թիվ 1 առիթն է, բայց նաև մի ընդհանրություն էլ ունի 10 ամսյա խաղաղությունը 10 ամսյա երեխայի հետ։ Եթե մենք նրան չխնամենք, հոգ չտանենք նրա մասին, նա չի ապրի։ Եվ առաջիկա ընտրությունների առանցքային հարցը հետևյալն է. Հայաստանի ժողովուրդը խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու։ Էս է պատճառը, որ ես կոչ եմ անում, հորդորում եմ, խնդրում եմ բոլորին, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Շատ կարևոր է արձանագրել, թե ինչ ենք քվեարկում 16-ին, որովհետև քվեարկությունը ինքնանպատակ չի։ Քվեարկությունը 16-ին պետք է նշանակի, որ քաղաքացին տեր է կանգնում պետությանը, անկախությանը, տեր է կանգնում ապագայի եւ խաղաղությանը։ Եվ սա ժողովուրդ ջան, պաշտոնի կռիվ չի, աթոռի կռիվ չի։ Այս քվեարկությունը հարևանին, բարեկամին լավություն անելու մասին չի, ծանոթին լավություն անելու մասին չի։ Այս քվեարկությունը խաղաղությանը, պետությանը, անկախությանը տեր կանգնելու մասին է։ Եվ ով պետք է տեր կանգնի, ով պետք է տեր կանգնի, ժողովուրդը պետք է տեր կանգնի, բայց պետք է չմոռանանք, որ ժողովուրդը բաղկացած է անհատներից, մի մարդկանցից է բաղկացած ժողովուրդը, եւ հետեւաբար առաջիկա քաղաքական պրոցեսների ելքն ու ճակատագիրը որոշելու է մի հոգի, ընդամենը մի մարդ, հասկանում եք, մի մարդ պետք է որոշի այս ամեն ինչի ճակատագիրը։ Պետություն, անկախություն, խաղաղություն, ընտրություններ, վարչապետը ով լինի, այդ ամենը որոշելու է մի մարդ, ընդամենը մի մարդ։ Եվ այդ մեկ մարդը դու ես այդ մեկ մարդը, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով այդ մեկ մարդը, ով այդ մեկ մարդը թող ձեր բացատրեք, ով այդ մեկ մարդը ձեր բացատրեք, ձեր Եվ ահա այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, ակունքին, Վարդենիսին, Գեղարքունիքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությանը։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորիդ և խոնարհում եմ բոլորիդ առաջ, Ժորժ ջան, շնորհակալություն։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։